Շատն է։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, շատ Ինչի համար։ Ամեն ինչի համար, որովհետև ամուսինս աչքերը վիրահատել է։ Հա, առողջության ապահովագրությունով։ Այո, Իսկ քանի տարեկան է։ 65։ Այո։ Լավ են վիրահատել։ Իսկ իրոք ոչ մի գումարել չեք վճարում։ Սենց մտնեք վիրահատում դուս եք գալ։ Բոլորին է աշկալություն ենք տալիս։ Ոչ մի գումար։ Մտար, ոչ մի գումար։ Ճիշտ է, շատ սպասեցինք։ Ինչքան շատ։ Դա գիտեք, տեսեք, ուրեմն կա մենք առողջության ապահովագրությունը ունի մի հետևյալ առանձնահատկություն։ Կա պլանային ընթացք եւ կա անհետաձգելի ընթացք։ Հիմա որպեսզի պլանայինի մեջ, այսինքն 1000 ներողություն հույս ունեմ վատ չի ինչի, եթե օրինակ մարդ այդ վիճակում 5 տարի սպասել է, մի ամիս էլ կարա սպասի, 2 շաբաթ էլ կարա սպասի, որպեսզի հոսքերը մենք ճիշտ կառավարենք, որտեղ բժիշկներն էլ են, չէ, իրանք բացի առողջության ապահովագրությունից ուրիշ հաճախորդներ էլ ունեն։ Վճարովի տարբեր, մենք չենք կարա այդ մյուսին բժիշկն է ֆիզիկական կարողությունների պակաս ունի։ Երկու հոգի այն մյուս ձևաչափի հիվանդների վիրահատում երկու հոգի էս, երկու հոգի են, երկու հոգի էս եւ այլն, այսինքն այդ ամիջը կախված է դրա հետ։ Դուրը 80 հոգի վիրահատում։ Ոյ, տեսեք, առողջության ապահովագրությունով թե խա։ Տեսեք ինչ ասում։ Հիմա տեսեք, այդ բժիշկը այդ օրը 80 հոգի կամ 4 բժիշկը, բայց այդ մարդիկ էլ են, չէ՞, ի վերջո այդ բանում ինտերնետում նկարներ են ելնում, որ մեկ էլ ցույց է տալիս վիրահատարան, սենց բժիշկները աթոռներին փռված 9 ժամ, 10 ժամ, 15 ժամ վիրահատություններից հետո։ Ես նկատի ունեմ երբեմն այդ հետաձգումներին կամ դա հետաձգում չի, դա պլանային դեպք է, համար է նշանակվում եւ ելի եմ ասում, պետք է միշտ հիշել, որ բժիշկները միայն առողջության ապահովագրությունով չեն աշխատում, բայց նաեւ այս համակարգը հիմա կտեսնեք, որ բժիշկների թիվը կմեծանա աշխատող, նրանք էլ ովքեր արտագաղթել են հետ կգան։ Արդեն գալիս են։ Դուք գիտեք ինչ շատ կարևոր է։ Եվրոպայից, Ամերիկայից 65+-ները սա հետ են գալիս։ Լուրջ եք ասում։ Գալիս են։ Հիմա 2025 թվականը առաջ տարին է մեր անկախությունից ի վեր, որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ Եվ ուրախ եմ, որ դուք էլ նաև դա տեսնում եք։ Ուրախ ու շատ կուզենք, որ դուք մինչև վերջ։ Դե գիտեք ինչ, դա այս դեպքում արդեն ուզելով չի, եթե քվեարկեք, եթե ձեր ուզելը արտահայտեք քվեարկությամբ եւ 16-րդ քվեաթերթիկով քվեարկեք, հաճույքով։ Որտե՞վ երեխեք են։ Երեխեքը փոքր են։ Հա։ Ինչքան։ 14 տարեկան։ Մի հատ երկու հատ թխվածք տվեք երեխեքին։ 3 տարեկանին առավել։ Թխվածքներ։ Երեխեք։ Դուք էլ Պարոն Վարչապետ, Հաջան, բարև։ այսօր օգտվել եմ այդ ապահովագրության բժշկական։ Շնորհակալ եմ։ Վելա մի հատ պատմեք։ Եկեք, ինձ հետաքրքիր է։ Տիկին Ավանեսյան։ Եկեք։ Նորստեղ երեխեքի բարև ձեզ։ Էսա մի րոպե։ Կարևոր բան ենք խոսում։ Մի վարքյան, մի գնացեք, խնդրում եմ, էսա խոսալու ենք։ Մի րոպե, եղբայր։ Տիկնոջ ամուսինը վիրահատվել է, ասեց ճիշտ է, շատ սպասեցինք, ինչքան եք սպասել, Մի 4 ժամ սպասել ենք։ Այդ սպասել է։ Այդ նկատի, հա, մի ամիս։ Ես ասում եմ, դա սպասել չի, դա պլանային դեպք է եւ պետք է հաշվի առնել հետեւյալը։ Ի վերջո այդ բժիշկները միայն առողջության ապահովագրությունով չեն աշխատում։ Իրանք ուրիշ հաճախորդներ էլ ունեն, մենք չենք, այդ մարդիկ էլ գալիս վճարում են։ Մենք չենք կարող ասել իրանք մի վիրահատեք ընդհանրապես միայն։ Եվ մարդիկ, ասենք օրինակ ասում այդ օրը 80 հոգի վիրահատվել է առողջության ապահովագրությունով։ Դե տեսեք որ հիմա ձեր ազգանունը ի՞նչ է։ Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, պատմեք ոնց եղավ։ Ուրեմն Արարատի մարզից եմ, Հովտաշեն գյուղից։ 20 տարի եղել եմ գյուղապետ։ Սերժի վախտով եւ Քոչյանի վախտով։ Ես ցանկը այ հիմա էի գյուղապետ։ Այ հիմա։ Ցավը տան լուրջ եմ ասում։ Հիմա։ Լավ, Այդ էական չի։ Թողենք կրա։ Առողջության ապահովագրություն։ Տիկին Ավանեսյան գնացել էլիտ մետ։ Իշխանյան։ Լավ բարեհամբույր ընդունել է մարդը։ Բայց ինչ առողջական խնդիր ունի։ Շագանակագեղձի բողոք։ Քարկա։ Ես գիտեի ռուսկա, բայց քար էր։ Ահա, շատ լավ է։ Ընտիր, ընդունել են ընտիր ճանապարհը։ Ինչքան վճարեցիք։ Ոչ միլիոն։ Ես գումար վերցրել էի, բայց չեմ վճարել։ Գրպանս գումարով գնացել էի։
Բայց Հա, հիմա այդ գումարը գնում է թորնիկներին, ճիշտ է։ 100%-ով ձեր ցավը տանեմ։ Հա, եղբայր։